Ողջույն հարգելի կապիկներ, տեսնենք թե ձեզ ինչ է սպասվում այս ամիս մայիս ամսին։ Դեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Այս քարտերը ուղղակի հավելյալ են, որպեսզի մեզ օգնեն, եթե ինչ-որ քարտեր մեզ դուր չգան, ընդհանուր կնայենք միայն այս մուգ քարտերով։ Եվ կխնդրեմ նաև, եթե բաժանորդագրված չեք, ապա բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա բոլոր տեսանյութերը, որովհետև այնպես չի, որ ամենօրյաները չկան եւ չեն լինելու նաև մեկ այլ տեսանյութեր, այնպես որ եթե բաժանորդագրվեք, ապա բաց չեք թողնի բոլոր հնարավորությունները։ Ես ձեզ եւ ինձ հնարավորություն եմ տվել ավելի ուրիշ տարբերակի տեսանյութեր անել, որովհետև ամենօրյաները դա արդեն դե ոմանց համար լավ էր, ոմանց համար չէ, որովհետև եթե հետաքրքրեր արդեն չէին դադարի նայել։ Այսպես հիմա տեսնենք ձեզ ինչ է սպասվում դրա համար, պետք կարող բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք բոլոր տեսանյութերը, ինչ որ կլինի այստեղ։ Դե տեսնենք թե ձեզ ինչ է սպասվում այս ամսվա ընթացքում, ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Տեսնենք, ինչ է սպասվում կապիկներին մայիս ամսին։ Այստեղ 1, 2, մտապես 3 քարտ կա, որ պետք է հանել, հավելյալ, որպեսզի տեսնենք ինչ է ձեզ սպասվում այդ ոլորտում, իհարկե, ինչ է ուզում այդ ոլորտը ձեզանից, որ այդպես է։ Ընդհանուր այս ամիսը կմտնեք կամ շատ ընկերներ ձեռք կբերեք այս ամսվա ընթացքում, կամ այդպես արդեն իսկ շատ ընկերներ ձեռք բերած կլինեք, որպեսզի որ մտնում եք մայիս ամիսը, կամ միգուցե սկսում եք սովորել ինչ-որ միտեղ, մայիսի սկիզբ եւ ընկերներ եք ձեռք բերում, միգուցե ավարտում եք, եթե իհարկե այդ տարիքի երեխաները նայում են, ավարտում եք եւ վերջին ճիճն է ձեր շրջապատին, հրաժեշտ տալու համար, ձեր ընկերներին հրաժեշտ տալու համար։ Այստեղ շատ ընկերներ են, մարդիկ կլինեն, ովքեր որ ձեր հանդեպ բավականին հավատարիմ կլինեն, մտերիմ կլինեն, ընկերական կլինեն, դուք ընկերական կլինեք տարբեր մարդկանց հետ, ձեզ հետ ընկերական կլինեն տարբեր մարդիկ, այսպես։ Ընդհանուր ֆոնը դա է։ Գումարը փոփոխություն է այստեղ, գումարը կամ մտնում է ձեր տուն, կամ դուրս է գալիս, երկուսն էլ այստեղ հնարավոր է, դուք եք ինչ-որ մեկին գումար փոխանցում։ Նաև դե գումարն էլ գալիս է այստեղ, գալիս է դեպի ձեզ։ Փոփոխություն նաև գումար կարող եք ծախսել հղիության վրա, ծննդաբերության վրա եւ փոփոխության վրա։ Փոփոխություն է կատարվում ձեր ֆինանսական վիճակում, այսինքն կարող է աշխատավարձն է բարձրանում, կամ ի վերջո սկսում եք աշխատել եւ այդպես է փոփոխություն մտնում ձեր ֆինանսական վիճակի մեջ։ Դե ընդհանրապես այս փոփոխությունը, այս քարտը ընդհանրապես լավ փոփոխություն է, լավ բան է բերում ձեզ, լավ փոփոխություն է բերում ձեզ, այնպես որ մի անհանգստացեք ֆինանսական վիճակի համար, եթե ինչ-որ դժվարություններ կային, ապա այդ դժվարությունները կանցնեն։ Դե գալիս է, միգուցե մեկ ինչ-որ լավ մեծ գումար է գալիս, միգուցե ինչ-որ վարկ եք ձևակերպում կամ ինչ-որ մի բան, այդպես լավ մեծ գումար է գալիս հավեսով։ Դեր քույր կամ եղբոր հետ կարող եք վիճել, այստեղ պետք է արդեն ուշադիր լինել։ Քույրը, եղբայրը, հարևանները կարող են լինել, այդպես կարող եք վիճել այդ առումով, տեսնենք։
վիճում եք դա այս կեղտերի պատճառով է, որ վիճում եք։ Այս խորամանկները եւս ձեր մեջ ինչ որ բան են մտցնում, նայեք, այստեղ եւս սա կա։ Եվ իրենք են մտցնում ձեր մեջ կամ իրենց մեջ եւ իրենք են վիճում ձեզ հետ։ Այդպես է կարող է լինել։ Իրենց են հեղափոխում եւ իրենք ոնց որ արդեն գալիս են ձեզ վրա արձակման եւ դուք այսպես տեմպես ոնց որ պետք է պաշտպանվեք։ Սա նաեւ միգուցե ձեզ իրոք փորձման խառնել, թեկուզ դուք եթե ուշադիր եղեք այստեղ, որովհետեւ կարող է նաեւ ձեզ մոտ է ինչ որ մի փոփոխություն ձեզ են վերափոխում, ձեզ են այնպես անում, որ կատաղեք, այդպես։ Նաև սա հարևաններն են, ովքեր որ կարող են ավելի խորամանկ գտնվել, նաև եւ դրա համար կարող եք վիճել իրենց հետ, կարող ձեր քույր եղբայրը եւս այդ խորամանկության պահը ոնց որ բռնացնեք, որ խորամանկ են ձեզ հետ եւ իրենց հետ վիճեք այսօր այս շաբաթ, այս ամիս։ Դե կարող ամսվա մեջ է, ոչ թե ինչ որ հատուկ, կամ արդեն իսկ իրար հետ վիճել եք եւ ամբողջ ամիսը կարող է այդպես չեք խոսում իրար հետ, դա եւս հնարավոր է։ Կամ ձեր հարևանների հետ, խառնել են ձեզ եւ ձեր հարևաններին։ Կհաշտվեք այս ամսվա ընթացքում, եթե վեճ է։ Այո, կհաշտվեք նոր էջից եւ կհասկանաք, որ միգուցե այս քարտերը նայելուց հետո հասկանաք, որ իրոք ձեզ խառնեցին եւ հիմա կհաշտվեք։ Կարող է նաեւ հաշտեցնել երեխաների պահը։ Միգուցե, գիտեք, վեճը կարող է լինել բիզնես հետ կապված, իր այդ ինչ որ գործեր էի անում դա էր։ Եվ սա հնարավոր է, օրինակ, եթե ձեր քույրը կամ եղբայրը կամ թեկուզ հարևանը լավ հարևան է, իհարկե, ինչ որ վերանորոգում էին արել եւ հիմա այդ հավաքվել է այդ աղբը եւ իրենց պետք է օգնել կամ գնում եք օգնելու կողքի հարևան օրինակ տատի է, պապի է եւ չի կարողանում ոչինչ անել, գնում եք օգնում եւ ու բորկա եք անում իր տունը, ինչ որ ձեւով մաքրում եք իր տունը։ Նույնն էլ ձեր քույր կամ եղբոր մոտ, եթե վեճ չկա, հա, դուք ընդհանուր կարող եք հետո հասկանալ։ Եվ տուն եւս գումար կմտնի, հնարավոր է նաեւ գումար եք տալիս, գումար եք ծախսում, կամ գումար եք տալիս ընտանիքին, գումար եք ծախսում ընտանիքի վրա, տուն եք վաճառում, այդպես է գումար գալիս, տուն եք գնում նաեւ այս ամիս, կամ այդտեղ կարող եք գնալ հայրենիք այնտեղ գումար ծախսել եւս հնարավոր է։ Երեխաների հետ կապված երեխաները մի տեսակ ավելի իմաստուն կլինեն, ավելի ուրիշ ձև կնայեն ինչ որ բաների, դուք էլի կնկատեք, որ ձեր երեխաները մի տեսակ այս կամ այն թեմային ավելի ուրիշ ձև են արձագանքում, ուրիշ կերպ են արձագանքում։ Բացի դա էլ այստեղ կարող են լինել բամբասկոտ մարդիկ, ովքեր որ փորձեն բամբասել նայած ձեր երեխաների հետ կապված ինչ որ հարցեր քննարկեն, խոսեն, դե դա բամբասանք է այսպես թե այնպես, հա, նախանձում են միգուցե ձեր երեխային կամ ձեր եւ ձեր երեխաների հետ կապված այդ հարաբերությանն են նախանձում եւ կարող են նաեւ խոսել, բամբասանք լսեք ձեր երեխայի մասին, որ խոսում են իրենք։ Նամար այստեղ բերանները պետք է փակել։ Ձեր երեխայի շրջապատում են իրենք։ Կամ ձեր երեխայի շրջապատում, որ ինքը շփվում է տարբեր մարդկանց հետ, ընկերներ ունի, այդ ընկերների շրջապատում են այդ մարդիկ եւ կարող գալ եւ ձեզ պատմել այս ամիս, որ նման մարդիկ են իրենց մոտ։ Եվ իհարկե, այստեղ առողջության հետ կապված ինչ որ հարցում ընտրության առջև եք կանգնած, ինչ որ բաներ կարող եք մտածել, քննարկել, կամ օրինակ գնամ Արոն հանձնեմ, գնամ այս բժշկի մոտ, գնամ թե չգնամ, ժամանակն է հիմա թե չէ, այդպես ինչ որ բաներ կարող են, ընտրություն կատարեք։ Միգուցե դեղ են նշանակել, գնում եք, տեսնում այդ դեղը բավականին թանկարժեք է եւ մտածում եք արժե սա թե ոչ։ Գնեմ սա թե գնեմ իր կրկնօրինակը, որը մեկ այլ երկրում է արված եւ միգուցե նաեւ որակով էլ այդքան լավը չէ, այդպես նաեւ նման հարցեր կարող են լինել։
Դե նաև սա մեր ոչինչ չկա այդ թեմայի վերաբերյալ, առողջության չեմ կարող ինչ-որ բաներ ասել, դե կարող է լինել նաև ցավ ոտքերի հետ կապված կամ գուցե ձեռքերի հետ կապված, նաև արյան շրջանառությանը պետք է ուշադրություն դարձնեք։ Նոր ծանոթություն հնարավոր է, բայց այդ ծանոթությունը չեմ կարող խոստանալ, որ ինքը կլինի բավականին երկար, կարող եք ծանոթանալ, սիրահարվել կամ փորձեն ձեզ հետ ծանոթանալ, կամ դուք փորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ այս ամիս, անընդհատ ոնց որ ծանոթությունների մեջ լինեք, փորձեք խոսել դիմացինի հետ։ Նաև նորություն կլսեք ձեր երկրորդ կեսից, նաև գալիս է կամ դուք եք գնում իր մոտ այս ամիս, տեղափոխվում եք իր մոտ օրինակ ապրելու, բնակվելու, կամ կարող է գալիս է, մեկ ամիս գալիս է, հետո նորից էլի պետք է գնա, կախված է թե ինքը ինչ գործունեություն է անում եւ ինչի համար է այդտեղ գալիս։ Ձեզ մոտ գայ կամ գայսը ձեզ տեսնելու գնա։ Գուցե շփվում եք ինչ որ մեկի հետ ով դրսում էր եւ հիմա գալիս է ձեզ տեսնի գնա։ Նաև դե ձեր կինը կամ ամուսինը գործողումից կարող է նաև վերադառնալ տուն։ Փաստաթղթերի հետ կապված կամ այստեղ վիճում եք, որովհետև ձգձգում են ինչ-որ բաներ, կամ վիճում եք, կամ կտրուկ որոշում եք կայացնում, օրինակ վերցնելու եմ վարկ, վերցնում եմ վարկ վերջ, ոնց այդպես ինչ-որ որոշում եք կայացնում, կամ գնում եմ, կամ ձգձգում են ինչ-որ մի բան, թոշակի հետ կապված, ալիմենտի հետ կապված եւ գնում եք այնտեղ վիճում, որպեսզի ավելի արագ անեն այդ գործողությունը։ Եվ հեսա նաև 8-րդ տունն է համարվում, պետք է շատ ուշադիր լինեք սուր գործիքների նկատմամբ, անպայման։ Եվ կարող է ոմանք վիրահատության եք գնում, հարկ կա վիրահատություն անելու, կամ ձեր երկրորդ կեսն է վիրահատություն անում, կամ ձեր տան անդամներից ոչ մեկ ով որ ձեզ պահում է, հա, այսինքն իր ուսերին եք այդպես։ Նաև դե ուշադիր եղեք, ամենայն դեպս սուր գործիքներից յուրաքանչյուր սուր գործիք։ Կարող եք այստեղ նաև վիճել այն մարդու հետ, ում հետ որ շփվում եք, ուղղակի դա ինտիմ հարաբերություններ են, ոչ ավել։ Նաև իր հետ կարող եք վիճել նաև ձեր զույգի հետ, ձեր զույգի մոտ կարող է անսպասելի ինչ-որ մի բան տեղի ունենալ։ Դե չեմ կարող ասել այստեղ վատը թե լավը, որովհետև դա անսպասելի է տեղի ունենալու։ Այսպես կամ ինքն է կտրուկ քայլ անելու, որոշելու օրինակ կամ դուրս գա աշխատանքից, փոխի աշխատանքը, բիզնես բացի, ինչ-որ մի բան, որ կտրուկ քայլ է կատարելու։ Տեսնենք, պետք է վիրահատություն արեք, պետք է զգույշ լինեք սուր գործիքների հետ կապված։ Այո, այստեղ հստակ կասկածեցի, այո, այստեղ պետք է զգույշ լինեք սուր գործիքներով աշխատելուց, ամբողջ մայիս ամիսվա ընթացքում։ Ճամփորդությունը նաև կարող է լինել, օրինակ կարող եք գնալ աղջկա մոտ, կամ այդ աղջկա հետ գնաք, կամ ոչ կնոջ հետ գնաք ճամփորդության, կամ ոչ կնոջ մոտ գնաք, կամ ձեզ հրավիրեն, գուցե առիթն է իր եւ ձեզ հրավիրում է առիթին եւ պետք է գնաք ճամփորդեք։ Կարող քննարկել դեռ ճամփորդության հարցերը, ոչ կնոջ հետ, կամ ծախսերը քննարկեք այդպես։ Եվս դա պետք է ինչ-որ կին է և ճամփորդություն։ Միգուցե ձեզ տոմս է նվիրում, կարող ձեր սկեսուրն է, ձեր մայրն է, ձեզ տոմս է նվիրում, որ գնաք ճամփորդության։ Ծանոթ ավիա ուղիների կենտրոն է և իրեն եք դիմում տոմսերի համար, այդպես։ Աշխատանքի հետ կապված եւս այստեղ ոմանց համար ովքեր միայնակ են, նավր է ինչ-որ մի տղայի հետ եք կապվում, այնտեղ կարող է ծանոթանում եք աշխատանքի վայրում, նաև ոչ է տղայով որ գալիս է աշխատանքի ընդունվի ձեզ մոտ նոր տղա է, նաև դա կարող է լինել նա ձեզ օգնի աշխատանք գտնելու համար, կամ այս ամիս ավելի շատ դասեր տակ այդ տղային, կամ ինքը ձեզ դասեր տա, օգնականը լինեք ամիս, մեկ ամիսը պետք է փորձաշրջան անցնեք եւ այդ տղան է, որ ձեզ պետք է այդ փորձաշրջան սովորեցնի,
Նաև ձեր տնօրենը կարող է լինել, մենեջերը կարող է լինել, ում հետ ավելի շատ լինի առնչությունը, ոմանց մոտ նաև դա հաճախորդ է, որ ձեզ այն ինչ-որ բան է պատվիրում եւ մշտապես ոնց որ իր հետ եք, կամ դե կարող է լինել հաճախորդն ավելի շատ լինեն տղամարդիկ, այդպես եւ ձեզ այն ինչ-որ բաներ պատվիրեն այս ամսվա ընթացքում, իրենց գործերն անեք այս ամսվա ընթացքում այդպես, որ ձեր եղբայրը լինի, ձեր տղան, ում հետ որոշեք բիզնես բացել նաև, բիզնես գործընկեր, այդպես իր հետ ավելի շատ խոսեք, կարող է ինչ-որ մեկը գումար է ներդնում, որտեղ այնտեղ գումար ունեիք, որ գալիս է, գումար է ներդնում ձեր գործունեության մեջ։ Եվ ընկերները այստեղ լավ ուսումնասիրեք, թե ում հետ եք շփվում, ում հետ եք ընկերություն անում, որովհետև ոչ բոլորն են լավը։ Դուք կարող եք հանել այստեղ, կարող եք ավելի մանրամասն մի հատ լավ ուսումնասիրել իրենց պահվածքը, միգուցե եթե հատկապես նոր են ընկերները, լավ ուսումնասիրեք պահվածքը, լավ հասկացեք ինչ է անում, ինչպեսի վարք ունի, լավ պետք է մի հատ վերանայեք ձեր ընկերական շրջապատը։ Այնտեղ կար նաև շրջապատի հետ վիճում եք, նավեր դա է, հա, այստեղ ինչ-որ բաներ կան, որ կամ մանր-մունր խնդիրներ են շրջապատում մարդկանց հետ, այստեղ եւ նույնն էլ այստեղ մանր-մունր խնդիրներ ձեր ընկերների հետ կարող լինել եւ որոշեք, որ ինչ-որ մի քանիսին պետք է ուղղակի հանեք ձեր կյանքից։ Եթե լավ ուսումնասիրեք իրենց, այդպես։ Նաև կարող է ձեր ընկերական շրջապատում լինեն այնպիսի մարդիկ, ովքեր զույգեր կազմեն, իմանաք, որ իրար հետ են, իմանաք, որ իրար հետ են շփվում, այդպես։ Երկու զուգահեռ ընկեր մտնեն ձեր կյանք, գուցե երկուսի հետ էլ, ձեզ լավ զգաք, երկուսի հետ էլ շփվեք։ Դա սա ընկերներ, հա, որպես ընկեր եմ ասում։ Այն վախերը կան, դա կապված է խորամանկ մարդկանցից, ոնց որ մարդը իրեն հեռու է պահում այդ խորամանկ մարդկանցից, նաև իրենց քայլերից կարող եք վախենալ, իրենք կարող են ձեզ համար խնդիրներ ստեղծել, այդ նման խորամանկ մարդիկ, կամ եթե դուք ինչ-որ մի բանից չեք հասկանում եւ փորձում եք խորամանկորեն այն անել, կարող եք բախվել խնդիրների, դրա համար պետք է եւս հասկանալ դուք ինչ եք ուզում անել, եթե չեք հասկանում դրանից, ոնց որ այստեղ նաև խորամանկությունը մի տեսակ ուրիշ ձև կարող է դիտվել։ Տեսնենք վախերը ինչից են, ինչու եք վախենում այս աղվեսիկից։ Մենք գուցե մտնում են ձեր սիրելի կյանքը, վախ կա երևի, որ քիչները չմտցնեն ձեր սիրելի, ձեր եւ ձեր սիրելի կյանք, ձեր ընտանիք, ձեր հարաբերություններ մտնում են, միգուցե ինչ-որ մարդիկ կան եւ վախենում եք, որ կարող է կորուստ լինել, կարող է, հա, փորձեն իրոք այնպես անել, որ գնա։ Տեսնենք նաեւ ինչ խնդիրներ կարող են սրանք ձեզ բերել։ Նայեկալի օծեր։ Նախանձությունից է իրենք, նախանձությունից ինչ-որ խորամանկ քայլեր են անում, ինչ-որ բաներ են անում ձեր հանդեպ։ Պետք է ուշադիր իրոք խնդիրներ են բերում, իրենք ձեզ մոտ, եթե իմաստուն գտնվեք այդ խնդիրներից կկարողանաք դուրս գալ։ Ոչ թե կնոջ միջոցով կկարողանաք դուրս գալ դուք այդ խնդիրներից։ Եվ այստեղ նաև գաղտնիքը եւս, միգուցե ինչ-որ բաներով վախենում եք, օրինակ պատմել եք ժամանակին, եւ հիմա մտածում եք, որ նա կարող է այս գաղտնիքը դուրս հանի։ Այո, կամ ժամանակներ արդեն, կամ պետք է այդ գաղտնիքը դուրս գա։ Այստեղ կարևոր բան կա, պետք է դուրս գա այդ գաղտնիքը։ Բայց գաղտնիքի դուրս գալու հետ մեկտեղ պետք է այդ արարածին հանել ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար ընդհանուր մի քանի բաներ կար, որ պետք է ուշադրություն դարձնեք։ Դա երեխաների հետ կապված, հարազատների հետ կապված եւ ինչ-որ մարդիկ, ինչ-որ արարածներ, իրանք մարդիկ չեն, ինչ-որ կենդանիներ, ովքեր որ փորձում են խանգարել ձեզ, փորձում են քիթները մտցնել ձեր գործերի մեջ, դա համար կարող է նաեւ աշխատանքի բերումով այդ տղայի հետ կարող է տանում է տնօրենին է հասցնում, դա եք վախենում, մի ժամանակ օրինակ խոսել եք տնօրենի մասին, հա, ինչ որ բաներ եք ասել եւ հիմա վախենում եք այդ կենդանին դուրս հանի։
Եվ ուշադիր եղեք նաև սուր գործիքների նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, թող որ մայիս ամիսը լինի ձեզ համար ամենահաջողակ ամիսը, հաջողություններով լի լցված։ Այսքանը, լավ եղեք։